Ալյասկան իրականացնում է իր պատմության ամենախոշոր օդային փրկարարական գործողություններից մեկը, իսկ հարավային Կալիֆոռնիայի, այդ թվում նաև Լոս Անջելեսի եւ այլ շրջանների բնակիչները պատրաստվում են տարվա ամենամեծ բողոքի ցույցերին։ Մի քանի րոպեից կասեմ, թե երբ եւ որտեղ են ցույցերը պլանավորվում։ Այսօր անդրադառնալու ենք Թրամփի եւ Պուտինի հանդիպմանը։ Լուրեր են պտտվում, որ կարող է ԱՄՆ-ն Ռուսաստանին միանալ ստորգետնյա թունելի միջոցով։ Լոս Անջելեսի Սաութ Փարք թաղամասում գտնվող միջնակարգ դպրոցում ոստիկանությունը քննություն է սկսել հնարավոր հրաձգության վերաբերյալ։ Մինչև այդ անցած 2 ամիսների ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած դեպքը դեռևս հանգիստ չի տալիս Կալիֆոռնիայի քննիչներին։ Այսօրվա հաղորդման թեմաները բազմազան են, այնպես որ մինչև բուն թեմաներին անցնելը մեր թիմի հետ կատարած ուսումնասիրությամբ եմ ուզում կիսվել։ Դժվար չէ պատկերացնել, թե մենք ամեն օր ինչ ահռելի աշխատանք ենք կատարում, ուսումնասիրում ամբողջ ամերիկյան լրատվադաշտը, թարգմանում եւ խմբագրում դուրս բերված հետաքրքիր նյութերը, նկարահանում եւ մշակում տեսանյութերը։ Սակայն վերջին շրջանում YouTube-ի ալգորիթմները անհայտ պատճառներով դրանք չեն ցուցադրում նույնիսկ մեր ամենահավատարիմ հետևորդներին։ Ինչի հետևանքով մի քանի շաբաթվա ընթացքում մեր դիտումների թիվը կտրուկ նվազել է։ Այսօր մեզ դիտողներին կխնդրեմ մի փոքր ավելի շատ ակտիվություն ապահովել։ Լայքեք, մեկնաբանություններ գրեք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպիսի միասին կարողանանք հաղթահարել անհասկանալի ալգորիթմներից կախված իրավիճակը։ Կանխավ շնորհակալություն։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգների ամենակնարկվող իրադարձությունների մասին։ Սկսենք ամենակարևորից։ Հազարավոր Լոս Անջելեսի բնակիչներ պատրաստվում են մասնակցել երկրորդ No Kings Day բողոքի ցույցին, որը նախատեսվում է շաբաթ օրը հոկտեմբերի 18-ին։ Ցույցի նպատակն է հանդես գալ ընդդեմ Թրամփի վարչակազմի ավտորիտար պահվածքի եւ կոռուպցիայի։ Միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցության մի շարք ներկայացուցիչներ քննադատել են այս միջոցառումը, այն համարելով հակաամերիկյան։ Նախագահը կարծում է, թե իր իշխանությունը անսահմանափակ է, բայց Ամերիկայում մենք թագավորներ չունենք եւ չենք նահանջի քաոսի, կոռուպցիայի եւ դաժանության առաջ, ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ, որը հրապարակվել է No Kings կայքում։ Առաջին No Kings բողոքի ակցիան անցկացվել էր հունիսի 14-ին Թրամփի 79-ամյակի օրը։ Այդ ցույցերը հիմնականում խաղաղ էին, սակայն Լոս Անջելեսի կենտրոնում ցուցարարների եւ ոստիկանության միջև բախումներ եղան։ Իշխանությունները կիրառել էին արցունքաբեր գազ եւ պայթեցնող ձայնային նռնակներ։ Այս շաբաթ հոկտեմբերի 18-ին նախատեսվում են հարյուրավոր նոր բողոքի ցույցեր ամբողջ երկրում, որոնցից մի քանի տասնյակները հարավային Կալիֆոռնիայում, ավելի կոնկրետ Դաունթաունում, Փասադենայում, Ռիվերսայդում, Օրանքում, Հանթինգթոն Բիչում եւ այլ վայրերում։ Այնպես որ եթե ցանկանում եք շաբաթ օրը ճանապարհորդել, ապա նախապես ստուգեք ձեր ուղղությունը։ Ալյասկան իրականացնում է իր պատմության ամենախոշոր օդային փրկարարական գործողություններից մեկը։ Փոթորիկի հետևանքով ավերված ափամերձ գյուղերից ուղղաթիռներով եւ ռազմական ինքնաթիռներով հարյուրավոր մարդիկ են տեղափոխվում ապահով վայրեր։ Անցած հանգստյան օրերին տրոպիկական ցիկլոնը, որը ստացել էր թայֆուն Հալոնգ անվանումը, ուժեղ քամիներ եւ բարձր ալիքներ էր հասցրել Ալյասկա։ Որոնց արդյունքում հեղեղվել էին տեղի 2 համայնքները։ Ջրի մակարդակը հասել էր պատմական առավելագույնին, ամբողջությամբ տապալել բազմաթիվ տներ եւ շինություններ։ Տեղի իշխանությունները հաստատել են առնվազն 1 զոհ եւ 2 անհետ կորածներ կան։ Ավելի քան 1500 մարդ տեղավորվել է ժամանակավոր ապաստարաններում, աննախադեպ թիվ այն տարածաշրջանի համար, որտեղ այս սեզոնին կարելի է հասնել միայն օդային կամ ջրային ճանապարհով։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում, որպեսզի քննարկեն Ուկրաինայի պատերազմը ավարտելու հնարավոր տարբերակները։ Թրամփը հայտնել է, որ հինգշաբթի երկարատև հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որի ընթացքում որոշվել է անցնել բանակցային փուլին։
Թրամփը չի նշել հանդիպման կոնկրետ ամսաթիվը, սակայն հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Նա նաև հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կկայանա նախնական քննարկում ամերիկյան եւ ռուսական պատվիրակությունների մակարդակով։ ԱՄՆ-ի առաջին հանդիպումները կվարի պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի շարք այլ պաշտոնյաների հետ միասին։ Այնուհետև ես եւ նախագահ Պուտինը կհանդիպենք Բուդապեշտում պայմանավորված վայրում, որպեսզի փորձենք վերջ տալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև այս ամոթալի պատերազմին, գրել է Թրամփը իր սոցիալական էջում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է տեղափոխվի 2028 թվականի օլիմպիական խաղերը Լոս Անջելեսից եւ 2026 թվականի աշխարհի գավաթի խաղերը Բոստոնից։ Թրամփի խոսքով տեղափոխությունը տեղի չի ունենա, եթե քաղաքները կարողանան ապացուցել, որ ի վիճակի են անվտանգություն ապահովել եւ պատշաճ հյուրընկալություն կազմակերպել։ Երկուշաբթի Արգենտինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին Լոս Անջելեսում այս տարվա սկզբին բռնկված ավելի չրդեհների եւ ոչ արդյունավետ կառավարման համար։ Չնայած դրան, Լոս Անջելեսը ներկայումս Օլիմպիադայի հետ կապված շուրջ 800 միջոցառման է պատրաստվում։ Եթե տեսնեմ, որ Լոս Անջելեսը պատշաճ ձևով պատրաստ չի լինելու, ես կտեղափոխեմ խաղերը այլ վայր։ Գևին Նյուսոմը պետք է վերջապես սկսի իր գործը ճիշտ ասել է նախագահը։ Նյուսոմը, ով դեմոկրատ է, հաճախ է սոցիալական ցանցերում բախվում Թրամփի եւ հանրապետականների հետ։ Նա կտրականապես դեմ է Սպիտակ տան հրամաններին, որոնք կապված են ներգաղթի վերահսկողության եւ ազգային գվարդիայի տեղակայման հետ։ Անցած 2 ամիսների ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած դեպքը դեռևս հանգիստ չի տալիս քննիչներին։ Կալիֆոռնիայից մի տղամարդ, ով կեղծել էր իր երեխայի առևանգման պատմությունը, խոստովանել է, որ ինքն է սպանել նրան։ Հիշեցնեմ հորինված լեգենդի մանրամասները, ըստ որի կինը ոստիկանությանը հայտնել է իբր իրենց 7 ամսական որդուն Էմանուելին առևանգել են օգոստոսի 14-ի երեկոյան։ Նրա խոսքով դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից արևելք Յուքայփա քաղաքում, երբ խանութի ավտոկայանատեղիում երեխայի տակդիրը փոխելիս հարձակման էր ենթարկվել։ 32-ամյա Ջեյք Հարոն մեղավոր է ճանաչվել սպանության, երեխայի կյանքի վտանգման եւ ոստիկաններին կեղծ հաղորդագրություն ներկայացնելու մեջ։ Ինչպես հայտնել է Riverside-ի շրջանի դատախազությունը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսին։ Դատարանի վճիռը կհրապարակվի նոյեմբերի 3-ին։ Հարոյի կինը Ռեբեկա Հարոն նույնպես մեղադրվել է սպանության եւ կեղծ հաղորդում ներկայացնելու մեջ։ Նրա նախնական լսումների համար նույնպես օր է նշանակվել։ Նա իր մեղքը չի ընդունել։ Երեխայի մարմինը մինչև այժմ չի հայտնաբերվել։ Լոս Անջելեսի Սոութ Փարք թաղամասում գտնվող միջնակարգ դպրոցում ոստիկանությունը քննություն է սկսել հնարավոր հրաձգության վերաբերյալ։ Տեսանյութում երևում է, որ առնվազն 10 պարեկային մեքենա շրջապատել էին դպրոցի տարածքը։ Քննությունը սկսվել է այն բանից հետո, երբ մի աշակերտ հաղորդել է, թե տեսել է մեկ այլ դեռահասի ձեռքին զենքի նմանվող առարկայով։ Դեպքը անմիջապես հաղորդվել է որպես հնարավոր ակտիվ հրաձիգի իրավիճակ, որից հետո անվտանգության նկատառումներով դպրոցը կրկին փակվել է։ Սակայն հետաքննության ընթացքում պարզվել է, որ կրակոց չի եղել եւ զենք չի գտնվել։ Դաշնային դատավորը պարտադրել է, որ Չիկագոյի ISIS սպաները ծառայության ընթացքում իրենց վրա տեսախցիկներ կրեն։ Որոշումը կայացվել այն բանից հետո, երբ դատարանը դիտել է տեսագրություն, որտեղ ցուցադրվում էին արցունքաբեր գազի եւ ուժի կիրառման դեպքեր ներգաղթային բողոքի ցույցերի ժամանակ։ Որոշումը ընդունվել է այն բանից հետո, երբ դաշնային դատավոր Սարա Էլիսը, ով նույնպես ապրում է Չիկագոյում, տեսել է տարբեր աղբյուրներից հավաքված տեսանյութեր, թե ինչպես են ISIS գործակալները քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ցույցերի ժամանակ արցունքաբեր գազ եւ կոպիտ ուժ կիրառում քաղաքացիների հանդեպ։ Դատավորը նշել է, որ տեսածը իրեն մի փոքր ցնցել է։ Այդուհանդերձ ընդունել տեսախցիկների վերաբերյալ որոշումը։ Մի կողմից տեսախցիկները կպաշտպանեն գործակալներին կորտելների կողմից կազմակերպված հետապնդումներից, մյուս կողմից ավելի հեշտ կլինի օրինապահների գործողությունների վերահսկումը։ Վերջին ամիսներին Չիկագոյում ակտիվացել են ISIS գործողությունները հետևող եւ նկարահանող քաղաքացիական համայնքների խմբերը։ Քաղաքի տարբեր թաղամասերում ձևավորվել են կամավոր խմբեր, որոնք փորձում են կանխել ուժի չարաշահումը։ Սեպտեմբերից ի վեր Չիկագոյում ձերբակալվել է ավելի քան 1000 ներգաղթյալ։
Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Շուրջ 3 տարի է անցել այն բանից հետո, երբ Newsom-ը հայտարարեց պետական պիտակով դեղերի ավելի էժան տարբերակներ վաճառելու նախաձեռնության մասին։ Այնուամենայնիվ ուրախ ենք հայտնել, որ Կալիֆոռնիայի նահանգապետը 5 հայտարարել է, որ նահանգը հունվարի 1-ից կսկսի վաճառել մատչելի ինսուլին սեփական պիտակի տակ։ Ֆլորիդայում 17-ամյա դեռահասը կալանավորվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը պարզել է, որ նա ինքն է կազմակերպել իր առևանգման պատմությունը եւ նույնիսկ կրակել է սեփական ոտքին։ Քննության ընթացքում ոստիկանները պարզել են, որ երիտասարդը նախապես ChatGPT-ում մեքսիկական կարտելների վերաբերյալ որոնումներ է արել եւ Walmart-ից որոշ նախապատրաստական սարքավորումներ գնել։ Շերիֆի գրասենյակի հաղորդմամբ տղան մեղադրվում է կեղծ ապացույցներ ներկայացնելու, մեքենայի ուղղությամբ կրակելու, կեղծ հանցագործության մասին հաղորդում տալու եւ անչափահաս տարիքում զենք պահելու մեջ։ Ըստ Bloomberg-ի նոր զեկույցի, Apple-ը աշխատում է իր առաջին MacBook Pro նոթբուքի վրա, որը կունենա սենսորային էկրան։ Սա նշանակալի շրջադարձ է ընկերության քաղաքականության մեջ, քանի որ տարիներ շարունակ Apple-ը պնդում էր, որ նման տեխնոլոգիան տեղին է միայն պլանշետների համար։ Նորացված նոթբուքները, որոնք ներքին կոդով կոչվում են Key 114 եւ Key 116, սպասվում է, որ կհայտնվեն շուկայում հաջորդ տարվա վերջում կամ 2027-ի սկզբին։ Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկություն պարզ ու հետաքրքիր ձևով, ներկայացնելով մեր Facebook-ում, այնպես որ կարող եք հետևել մեր սոցցանցերի թարմացումները։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը անսպասելի առաջարկ է արել, այն է Ռուսաստանից դեպի Ալյասկա թունել կառուցել Բերինգի նեղուցի տակով եւ իրար կապել երկու գերտերությունները։ Նա իր գաղափարը ներկայացրել է X-ում դիմելով Մասկին եւ առաջարկելով օգտագործել նրա տեխնոլոգիաները։ Դմիտրիևը գրել է, մեջբերեմ, պատկերացրեք դուք միավորում եք ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, Պուտին-Թրամփ թունելով։ Այն կարող է դառնալ նոր կամուրջ Եվրասիայի եւ Ամերիկայի միջև։ Այն կարժենա մինչև $8 միլիարդ։ Մեջբերման ավարտը։ Նրա խոսքով նման նախագիծը հնարավոր է ավարտել 8 տարուց պակաս ժամկետում եւ այն կդառնա ժամանակակից տեխնոլոգիաների եւ միջազգային համագործակցության խորհրդանիշ։ Առաջարկը սակայն համացանցում առաջացրել է բուռն արձագանք։ Ոմանք այն համարում են ֆուտուրիստական եւ հետաքրքիր գաղափար, իսկ մյուսները պարզապես քաղաքական գովազդ։ Ինչպես երեկ հաղորդեց իմ գործընկերը, Կարիբյան ծովի միջազգային ջրերում ԱՄՆ բանակը հարված է հասցրել Վենեսուելայի կարտելին պատկանող նավին։ Ամերիկյան պաշտոնյան հայտնել է, որ սա առաջին դեպքն է, երբ նման հարձակման արդյունքում եղել են փրկվածներ։ Սա արդեն 5-րդ նման գործողությունն է Թրամփի վարչակազմի օրոք։ Նախորդ 4 դեպքերի ընթացքում զոհվել էր առնվազն 21 մարդ եւ ոչ ոք չէր փրկվել։ NBC News-ի հաղորդմամբ կոնգրեսի մի շարք անդամներ մտահոգված են, քանի որ Սպիտակ տունը գրեթե ոչ մի տեղեկություն չի տրամադրում այս գործողությունների մասին։ Չորեքշաբթի նախագահ Թրամփը հաստատել էր, որ ինքն անձամբ թույլատրել է կենտրոնական հետախուզական վարչությանը որոշ գործողություններ իրականացնել Վենեսուելայում։ Լրագրողի հարցին, ինչու թույլ տվեցիք ԿՀՎ-ին մտնել Վենեսուելա, Թրամփը պատասխանել է. երկու պատճառ կա։ Նախ նրանք իրենց բանտարկյալներին ուղարկել են ԱՄՆ, եւ երկրորդը թմրանյութերն են։ Վենեսուելայից չափազանց շատ թմրանյութեր են գալիս մեր երկիր։ ԱՄՆ բանակի բարձրաստիճան գեներալներից մեկը հայտարարել է, որ կարևոր հրամանատարական եւ անձնական որոշումներ կայացնելու գործընթացում սկսել է օգտագործել ChatGPT-ին, արհեստական բանականությամբ chatbot-ը։ Գեներալ-մայոր Ուիլյամ Թեյլորը, ով ղեկավարում է Կորեայում տեղակայված ԱՄՆ 8-րդ բանակը, նշել է, որ վերջին ամիսներին ChatGPT-ին դարձել է իր խորհրդատուներից մեկը։ Նա խոսել է Վաշինգտոնում անցկացվող ԱՄՆ բանակի ասոցիացիայի համաժողովում, ընդգծելով, որ ծրագրի օգնությամբ փորձում է բարելավել որոշումների կայացման մեթոդները, որոնք ազդում են հազարավոր զինծառայողների վրա։ Գեներալը հավելել է, որ ուսումնասիրում է, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը օգնել իր աշխատանքում, ոչ թե մարտական պայմաններում, այլ բանակի կառավարման եւ առօրյա ղեկավարական խնդիրների արդյունավետ կազմակերպման մեջ։ Ըստ The Wall Street Journal-ի շվեդական հսկա IKEA-ն ստիպված է բարձրացնել իր որոշ խոշոր ապրանքների գները, քանի որ նախագահ Թրամփի նոր սակագները սկսում են ազդել բիզնեսի վրա։ Հիշեցնեմ, որ նոր սակագները տարածվում են կահույքի եւ կենցաղային իրերի վրա։
Վերջին տարիներին ընկերությունը փորձել է նվազեցնել գները, գրավելու գնաճից տուժած գնորդներին, զեղչեր կիրառելով գրապահարանների, մահճակալների եւ խոշոր կահույքների ու այլ պարագաների վրա։ Սակայն նոր սակագները խոչընդոտում են այդ ռազմավարությանը։ Մեր նպատակն է շարունակել գների իջեցման քաղաքականությունը, սակայն այն աշխարհում, որտեղ ապրում ենք այսօր, երբեմն դա դառնում է չափազանց բարդ կամ նույնիսկ անհնար։ Այսպիսով, IKEA-ն այլևս չի կարող կլանել բարձրացված հարկերի բեռը եւ ստիպված է մասամբ այն փոխանցել գնորդներին։ Լոս Անջելեսում խարդախության հետ կապված երկու մեծ դատական գործեր են բացվել։ Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Լոս Անջելեսի շրջանի երկու տղամարդ կանգնել են դաշնային մեղադրանքների առաջ պետական այն միջոցները յուրացնելու համար, որոնք նախատեսված էին անօթևանների խնդիրների լուծման եւ մատչելի բնակարանների կառուցման նպատակով։ Առաջին դեպքը վերաբերվում է Բևերլի Հիլզից Քոդի Հոլմսին, ով ըստ մեղադրանքի կեղծ բանկային փաստաթղթերի միջոցով Կալիֆոռնիայի բնակարանային եւ համայնքային զարգացման վարչությունից ստացել է մոտ $26 միլիոն իր ղեկավարած ընկերության անունով։ Այս գումարը նախատեսված էր Thousand Oaks քաղաքում մատչելի բնակարաններ կառուցելու համար։ Սակայն ըստ դաշնային դատախազության 31-ամյա Հոլմսը գումարը օգտագործել է անձնական կարիքների համար, փակելով կրեդիտ քարտերի պարտքերը եւ գնումներ կատարելով շքեղ խանութներից։ Երկրորդ գործով Բրենթվուդի բնակիչ, անշարժ գույքի գործակալ եւ կառուցապատող Թեյլորը ազատ է արձակվել 3.6 միլիարդ դոլար գրավի դիմաց։ Նա մեղադրվում է բանկային խարդախության, անձնական տվյալների հափշտակության եւ փողերի լվացման մեջ։ Քննիչների խոսքով Թեյլորը կեղծ բանկային տվյալներ է օգտագործել վարկեր ստանալու համար, ապա այդ գումարով տուն է գնել, վերանորոգել եւ վաճառել անօթևանների համար նախատեսված շինարարական ծրագիրը կրկնակի բարձր գնով։ ԱՄՆ-ում ավելի քան 20 նահանգ դատի են տվել շրջակա միջավայրի պահպանության գործակալությանը։ Պատճառը $7 միլիարդ արժողությամբ ծրագրի չեղարկումն է, որը նախատեսված էր ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին արևային էներգիան հասանելի դարձնելու համար։ Ծրագիրը, որը կոչվում է Solar for All, ստեղծվել էր 2022 թվականին գների նվազեցման մասին օրենքի շրջանակում։ Այն նախատեսում էր դրամաշնորհներ տրամադրել տանիքներին տեղադրվող արևային պանելների եւ համայնքային արևային կայանների զարգացման համար։ Նախաձեռնությունը ընդգրկված էր Բայդենի վարչակազմի ծրագրում ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու եւ արևային էներգիան գրեթե 1 միլիոն լրացուցիչ ամերիկյան ընտանիքների համար մատչելի դարձնելու ուղղությամբ։ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը վերջին ամիսներին ակտիվորեն փորձում է հետ վերցնել մաքուր էներգիայի այն ֆինանսավորումները, որոնք հաստատվել էին Բայդենի օրոք։ Նոր դատական գործընթացը պետք է պարզի արդյոք գործակալությունը անցել է իր լիազորությունների սահմանը։ Հուսամ, որ հավանեցիք մեր կողմից ընտրված այսօրվա թեմաները եւ հիշեցնեմ, որ մենք եթեր ենք դուրս գալիս ժամը 5:30-ին ամեն օր բացի շաբաթ եւ կիրակի օրերից։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս ուղումով։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը, կհանդիպենք երկուշաբթի օրը։ Շնորհակալություն։